Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանում գիտահետազոտական աշխատանքների խթանումը դիտարկելով որպես առաջնահերթություն 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ սահմանել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը, ի սկզբանե մրցանակ է սահմանվել հետևյալ 3 բնագավառներում՝ ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտություններ, քիմիա, կյանքի և երկրի մասին գիտություններ, հասարակական և հումանիտար գիտություններ։ Ընդհանուր առմամբ մրցանակի համար ներկայացվել է 25 հայտ։ Աշխատանքները գնահատվել են համապատասխան մասնագիտական հանձնաժողովների կողմից, որոնց երաշխավորության հիման վրա էլ մրցանակի շնորհման աշխատանքները համակարգող խորհրդի կողմից 2024 թվականի ապրիլի 10-ին հաստատվել են Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 2023 թվականի մրցանակի հաղթողները։ Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակին արժանացել ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արամ Սահարյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդազար Քոթանջյանը։ Ես Արամ Սահարյանն եմ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Պետական համալսարանի ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչը և նաև ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ։ Մեր ամբիոնը և գիտահետազոտական լաբորատորիան զբաղվում են տեսական ֆիզիկայի հիմնարար հարցերով։ Դա կապված է գրավիտացիայի տեսության հետ, կապված է դաշտի քվանտային տեսության հետ և նաև կիրառությունները տիեզերագիտությունում, գրավիտացիոն ֆիզիկայում և կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայում։ Դրանք ինչու հիմնարար ուղղություններ են, որովհետև այսօր գրավիտացիոն փոխազդեցությունների քվանտային տեսություն մենք չունենք։ Դրա համար մենք մեր հետազոտությունները կատարում ենք կիսադասական տեսության շրջանակներում, երբ ասենք սովորական նյութական դաշտերը քվանտային են, իսկ գրավիտացիոն դաշտը դասական։ Կիրառությունները այդ աշխատանքների վաղ տիեզերքի կոսմոլոգիան է, սև խոռոչների ֆիզիկան է, բավական հետաքրքիր ուղղություններ են, որոնք առնչվում են շրջապատող աշխարհի մասին մեր պատկերացումների հիմքերի հետ։ Այսօր դա տեսական ֆիզիկայի առաջնակարգ խնդիրներից է և մեր մրցանակի ներկայացված աշխատանքների շարքը վերաբերվում էր հենց այդ բնագավառին։ Ու ի զարմանս մեզ մեր խնդիրները պարզվեց, որ նաև կիրառություններ ունեն մեր առօրյա կյանքում։ Դա կոնդենսացված միջավայրերի ֆիզիկան էր։ Մեր ստացված արդյունքները, ասենք, դատարկության վերաբերյալ ինչպիսի հատկություններ կա, պարզվեց, որ նաև կիրառություններ ունեն նանոֆիզիկայում, գրաֆենի ֆիզիկայում եւ այլն։ Սա այն դեպքն է, երբ գիտական ստացված արդյունքը կարող է բազմաթիվ ուղղություններում կիրառություններ ունենալ, ու կարևորը դա է իմ կարծիքով, որ այն որպես գիտական ուղղություն հետաքրքիր է եւ երիտասարդներին դա հետաքրքրում է։ Ես Վարդազարն եմ Քոթանջյան, տեսական ֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող, պրոֆեսոր Սահարյանի ասպիրանտն եմ, վերջերս պաշտպանեցի, գիտությունների թեկնածու եմ։ Զբաղվում ենք, ինչպես ընկեր Սահարյանը նշեց, գրավիտացիայի քվանտային տեսության բացակայության պայմաններում օգտվում ենք կիսադասական մոտեցումներից, այսինքն վերցնում ենք գրավիտացիոն դաշտը որպես ֆոն և այնտեղ դիտարկում ենք դաշտի քվանտային տեսություններ։ Ու այս բանին կոնկրետ զբաղվում եմ ֆերմիոնային դաշտերի դիտարկմամբ արագացող, հավասարաչափ արագացող շարժման համակարգերում։ Քանի որ սովորել եմ Հայաստանի ազգային պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանում, դե այնտեղ մենք ֆիզիկա-մաթեմատիկա առարկաները մասնագիտացված ենք անցել եւ այդտեղից արդեն սկսել է կապը սերը դեպի ֆիզիկա եւ մաթեմատիկա։ Որոշումս կայացրել եմ վերջին դասարաններում եւ շատ երախտապարտ եմ, որ այդ հնարավորությունը ունեցել եմ սովորելու ֆիզիկայի ֆակուլտետում
հետագայում նաև արդեն տեսական ֆիզիկայի ամբիոնում։ Մենք գիտություն մտել ենք սովետական միության ժամանակ, իսկ այն ժամանակ գիտնականի հարկը շատ բարձր էր։ Ասենք դպրոցից արդեն երազում էին, որ գիտնական են դառնալ։ Գուցե եւ կապ չուներ ինչ ուղղությամբ գիտնական դառնանք, որտեվ ես հիշում եմ մեր դասագրքերը առաջի դասարանի ինչ Համբարձումյանը մեր համար լեգենդ էր, պատմվածքներ էր Համբարձումյանի մասին կամ մյուս գիտնականների։ Այսինքն գիտության նկատմամբ այդ հարգանքը, գիտության նկատմամբ այդ պաշտամունքը դպրոցում ներդրվում էր, դա պատահական չէ, որ մարդիկ ուզում էին դա գնային։ Այսօր գիտությունը գրավիչ է դառնում այն իմաստով, որ ֆինանսապես արդեն սկսում է մրցակցել, օրինակ ասենք IT տեխնոլոգիաների հետ եւ այլն։ Բացի ֆինանսականից գիտության կարևորությունը այն է, որ դա երիտասարդների համար էլ է կարևոր, որ դա իրանց համար հետաքրքիր է։ Իրանք են իրենց ստացված արդյունքի տերը դառնում, իրանք են հեղինակը, իրանց է աշխարհը ճանաչում, ոչ թե այն ֆիրմային, որտեղ իրանք աշխատում են։ Դա շատ կարևոր է։ Մարդը ինչ որ իմաստով մտնում է պատմության մեջ, իր ստեղծած արդյունքով։ Ես ինքս կարծում եմ, որ գիտնականի առաքելությունը իր մեջ նաև պետք է պարունակի ապագա սերնդի կրթության նպաստման առաքելություն առաջի հերթին։ Իսկ դա կարող է իրականանալ սեփական աշխատանքի չեմ խուսափի այդ բառից գրավիչ ներկայացման, հա։ Դա կլինեն դպրոցականներ, առաջի կուրսի ուսանողներ եւ այլն, եւ թեկուզ նույնիսկ մագիստրոսներ, որոնք կարող է պոտենցիալ իրենց ինչ-որ ուղղություն փոխեն եւ այլն։ Գիտական առումով արդի խնդիրները բավական բազմազան են եւ շատ արագ են փոխվում։ Շատ դեպքերում ինչ-որ մի խնդրի լուծումը իր հետ բերում է 5 կամ 10 ավել խնդիրներ, նոր խնդիրներ, հա, իր մեջ հենց պարունակում է։ Այսինքն երևի թե ժամանակակից գիտնականի առաքելությունը չխուսափել, հա, նույնիսկ ինչ որտեղ լինել քաջ, հա, այդ խնդիրների լուծման տեսանկյունից, չվարանել դրանց դիպչել, փորձել խորանալ դրանց մեջ։ Եվ երևի թե առաքելությունը նաև կայանում է նրանում, որ արդիգիտությունը փորձել նոր տեխնոլոգիաները հնարավորինս արագ ինտեգրել, դա նաև վերաբերում է իմ կարծիքով ֆիզիկոս ինչը որ ես հանդիսանում եմ ֆիզիկոս տեսաբաններին, որովհետև ներկա գործիքները իսկապես հնարավորություններ են տալիս, որ նույնիսկ չգիտեմ 10 կամ 15 տարի առաջ պատկերացնելը անգամ դժվար էր։ Ես ուրախ եմ եւ ինչ-որ իմաստով հպարտանում եմ, որ այսօր մեր լաբորատորիայում երիտասարդները համարյա կեսից ավել են։ Այսինքն մենք կարողացել ենք նրանց ոգևորել։ Նրանք տաղանդավոր մարդիկ են, նրանք հաջողությամբ կարող էին գնային ծրագրավորող աշխատեին եւ 2 անգամ ամենակիչը ավելի աշխատավարձ ստանային, բայց նրանք գերադասել են եկել գիտություն։ Նրանք էլ տեսնում են, որ այսօր դա գնահատվում է։ Կա նախագահի մրցանակ, կա ակադեմիայի մրցանակ եւ դրանով իրանք հայտնի են դառնում ոչ որպես գումար ստացող, այլ որպես մարդ, որին արդեն հասարակությունը գիտի, որպես այս երկրի դեմքը, գիտաժողով են գնում, իրանք են իրանք ժամանակի տերը։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը շնորհվում է 2 տարին մեկ անգամ, տվյալ բնագավառում կարևորագույն հիմնարար եւ կիրառական գիտական կամ գիտատեխնոլոգիական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար։ Այս տարի մրցանակ է սահմանվել նաև բժշկագիտության բնագավառում։ Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 միլիոն դրամ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը իրականացվում է Martin Star եւ Liquor ընկերությունների ֆինանսավորմամբ։ Մրցանակներ, որոնք իրենցից ենթադրում են ներկայացված աշխատանքի բովանդական եւ խորը քննարկում, հետազոտում, հա, դրա բոլոր կատեգորիաներով, օրինակի համար դրա արդիականությունը, ժամանակակից լինելը, խնդիրների ամբողջական լինելը, լուծումների ամբողջական լինելը, եթե այդպես է քննարկվում, միանշանակ ի թիվս այլ խրախուսական
ներդրումների, այսպես ասենք, որովհետև վերջին հաշվով դա էլ է ներդրում գիտության մեջ, հա։ Եվ այդ նման մրցանակների կազմակերպումը եւ մենք մեր շնորհակալություն ենք հայտնում, ովքեր որ դա արել են ակադեմիայի ղեկավարությանը, դա էլ հեշտ որ չի։ Միջոցներ գտնել այդ մրցանակը, դա գիտության ամենալավ պրոպագանդաներից մեկն է։ Ակադեմիայի մրցանակը նախ եւ առաջ իմ համար ինչ որ առումով մուտք էր գիտություն, որովհետև ակադեմիայի մրցանակը ստանալուց մոտավորապես կես թե մի ամիս առաջ ես նոր դեռ պաշտպանել էի տեխնոլոգիական աշխատանքս։ Իմ համար կարևորը որ այդ ինչը որ ես ասեցի երիտասարդների մասին, որ իրանք ինձ օգնում են աշխատել, ինձ ստիպում են աշխատել, ասենք ես կարևոր առանձնահատկություններից մեկը Վարդազարի իմ համար այն է, որ եթե մի բան իր համար հասկանալի չի, կամ նա ուզում է մինչև արմատներ այդ ամեն ինչը հասկանա։ Դա շատ կարևոր է։ Որոշ հարցեր կան, ես էլ ասում եմ, լավ, երևի տենց է բան, բայց ինքը դա չի ընդունում։ Ինքը իրան պետքա, իսկ դա ֆիզիկոսի համար շատ կարևոր է, որ չհասկացած բանը ուզենաս հասկանալ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի մրցանակ 2025-ի մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի ընդհանուր տարեկան ժողովի ժամանակ։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 11-ը ներառյալ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի հիմնադրման օրը, նոյեմբերի 10-ին։ Բաց մի թողեք ձեր գիտական արդյունքները եւ մշակումները ներկայացնելու եւ արժեքավոր դրամական պարգև ստանալու հնարավորությունը։